հիմա հերթով գալիս ենք տարբեր ոլորտներ, մեկ նեղացնում ենք ուսուցիչներին, այս մեր խոսույթով, մեկ նեղացնում ենք տնօրենների հավակնորդներին, մեկ նեղացնում ենք քննիչներին, մեկ նեղացնում ենք դատախազներին, մեկ նեղացնում ենք համայնքային աշխատողներին, մենք նեղացնում ենք ավագանու անդամներին, մենք նեղացնում ենք ինքներս մեզ, ասելով, որ չենք կարող կառավարել ունենց, ոնց որ պետքա կառավարել։ Երեք երբ որ ես հերթական հանդիպումն էի ունենում քաղաքացիների փոքր խմբի հետ, իրական Հայաստանի գաղափարախոսությունը քննարկելու համար, մի քննարկման ընթացքում մի այսպիսի միտք հարցադրում, որը կարող է իրականում սադրիչ թվա, ծագեց։ Ես հարց տվեցի, ասի սիրելի ներկաներ, քաղաքացիներ էին, ասի մենք կարող ենք ձեր տպավորությամբ ասել, որ Հայաստանում ավտոմեքենա վարող անձանց, վարորդական իրավունք ունեցող անձանց 70%-ը իրականում չունի մեր ստանդարտներին համապատասխանող անհմտությունները, որոնք անհրաժեշտ են ավտոմեքենա վարելու համար։ Բոլորը միանգամից ռեակցիա տվին, ասին 95%-ը։ Ասի ես չի ուզում տենց ասեի։ Ես չի ուզում տենց ասեի, մտածելով, որ տենց էլի հերթական անգամ տենց շատ սուր ձևակերպում կանեմ, անհարկի սուր։ Շատ լավ ասում եք 95%-ը եւ ասի դահլիճում ներառյալ մարդ կա, որ պատշաճ ձևով քննություն է հանձնել, չարչարվելով եւ վարորդական իրավունք է ստացել։ Կանայք կային 2-3, որ այս վերջերս են սկսել process-ի մեջ մտնել եւ լավ ծանոթություն են ըստամենայնի, ասին հա մենք կտրվել ենք, չարչարվում ենք։ Ես ուրիշ բան ասեցի, եթե մեր վարորդների ընդ որում մնացածով խոստովանեցինք ներառյալ ես, որ այդ վարորդական իրավունքը բան եմ ես ինքս իմ օրինակը բերեցի, ես բնականաբար կաշառք չեմ տվել, ես այն ժամանակ երբ որ ստանում էի, հայտնի լրագրող էի, ես որ ծնկաչող աղաչի էի, ինձ չէին թողի, որ ես քննություն տամ։ Ես հələ բանին այդ տարածքին մի 300 մետրի վրա բերին իմ բանը տվին, ասին գնա ստեղից, շուտ հնարավորինս շուտ ստեղից գնա, գործ չունես մեզ հետ։ Ես ուրիշ հարց տվի, ասի, լավ, եթե վարորդների 95%-ը այս տրամաբանության մեջ է, իսկ կարող եմ մենք ենթադրություն անենք, որ Հայաստանում աշխատող օրինակ սանտեխնիկների 70%-ը չի համապատասխանում այն ստանդարտներին, որը անհրաժեշտ է սանտեխնիկ աշխատելու համար։ Լսարանը ռեակցիա տվեց, ասեց 80%, 85% ու մարդիկ բոլորը պատրաստ էին պատմել, թե ինչ տեղի ունեցավ այն ժամանակ, երբ որ իրեն ծորակը փչացել էր եւ իրենք սանտեխնիկ հրավիրեցին, որպեսզի այդ ծորակը կառուցվի։ Ու սենց մենք տրամաբանությունը, եթե հիմա հաջորդ կարող ենք գալ ասել, կարող ենք նույնը ասել դերձակների մասին։ Կարող ենք նույնը ասել, ասենք օրինակ կաֆել խփողների մասին։ Կարող ենք ասել։ Եվ ես եկա հասա հետևյալ տրամաբանությամբ։ Իսկ եթե նույնը կարող ենք ասել վարորդի, սանտեխնիկի, կառավարիչի, այնտեղ ուսուցիչներ կային, ասին ուսուցիչների, ասի ես հատուկ չէի ասում, որովհետև ես մտածում եմ, որ այնուամենայնիվ մասնագիտություններ կան, որոնց մասին պետք է շատ զգուշ խոսալ, իրանք ասին, չէ, այդ դեպքում էլ կա։ Ես շարունակեցի միտքը։ Ասի, իսկ հարգելի գործընկերներ, եթե վարորդները, սանտեխնիկները, կաֆել խփողները, մետլախ խփողները, դերձակները, ուսուցիչները, բոլորի մասին կարանք այդ ասենք, իսկ ինչի չենք կարող ասենք երկրի կառավարիչների մասին։ Ինչի չենք կարող ասել քաղաքական գործիչների մասին։ Որովհետև եթե դա է կանոնը, դա կանոն է բոլորի համար։ Իսկ ինչ պարտադիր է, որ դու մեքենա վարել իմանաս, որ դու մեքենա վարես։ Որովհետև մեքենա վարելը նույնն է մեքենան A կետից B կետի տեղափոխելու հետ։ Բացարձակապես նույն բանն է։ Իսկ ինչ կա, մեքենա վարելը սրանք լրիվ գժվել են։ Մեքենա վարելու մեջ բարդություն կա, ոտը դնում ես գազին
հիմա կան բարդ չի, մի ժամանակ էր, որ պերվի կար, վտարոյի կար, տրեցի կար, հիմա չկա ոչի բան, դնում ես դեի վրա ու գազ ես տալիս, ինչքան գնացիր, քանի հոգի ճամփին ինչ կլինի, էական չի, բայց մենք պետք է հասկանանք, որ սա, ընենք չի, մենք գնում ենք ասում են, վայ, վարորդական իրավունքների ես համակարգի դեմ կռիվ տանք պայքարենք, հա շատ լավ կռիվ տանք պայքարենք, հետո բանի, հետո ուսումնարանում, հետո դպրոցում, հետո կաֆել խփող, հետո այն մեկը, չէ, ժողովուրդ ջան, եկեք ի վերջո խոստովանենք, որ ամենտեղ եւ ամենուր այդ նույն վիճակն է, ներառյալ կառավարման համակարգում, իսկ եթե կարելի է նույն կերպ մեքենա քշել, ինչի չի կարելի նույն կերպ լինել հազար ներողություն, չեմ ուզում, ինչի չի կարելի նույն կերպ լինել կառավարության անդամ, ինչի չի կարելի, ով ասե, որ չի կարելի, ինչի չի կարելի նույն կերպ լինել բանի պետական պաշտոնյա, ինչի չի կարելի նույն կերպ լինել քննիչ, ինչի նույն կերպ չի կարելի լինել դատավոր, ինչի նույն կերպ չի կարելի լինել դատախազ, ինչի նույն կերպ չի կարելի լինել օպեր լիազոր, ցանկացած բան, ինչի նույն կերպ չի կարելի, ով կարա բացատրի, ինչի, եթե կարելի է վարորդ լինել, չիմանալով մեքենա քշել, ինչի չի կարելի լինել կառավարիչ չիմանալով կառավարել, ինչի, եթե դա հանրության մեջ կոնսենսուս է, որ կարելի է տենց, ինչ տարբերություն, ինչ մեքենա ես վարում, և մենք պետք է խոստովանենք, 7 տարվա մեջ ով վերակենում առավոտից իրիկու ասում եմ, այս կառավարությունը սխալ կադրային քաղաքականություն է վարում։ Հա, կառավարությունը սխալ կադրային քաղաքականություն է վարում, որովհետև երկրում կադրային ճգնաժամ է, մարդկային ռեսուրսի ճգնաժամ է, հարգելի գործընկերներ։ Իսկ գիտեք ինչի է ճգնաժամ։ Որովհետև մի երկրում, որտեղ բնակավայրերի 70 եւ ավել տոկոսում մանկապարտեզ չկա, երբ որ դպրոցների 70 եւ ավել տոկոսը կիսաավերված է ֆիզիկական եւ բովանդակային առումով, չի կարող այդտեղ չլինել կադրային սով։ Կան երկրում լավ կադրել, նենց է, հիմա կասեն, ինչ չորացել է մեր երկրի արգանդը չորացել է, չէ, չի չորացել, ժողովուրդ ջան։ Կան լավ կադրեր, այո, կան լավ կադրեր։ Փոքր խումբ, որոնք 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 միլիոն դրամով աշխատում են Հայաստանում, Հայաստանից դուրս։ Եվ չեն էլ գա աշխատեն կառավարությունում, հələ մի բան չի, 400-500 հազար դրամ ստանան, ամեն ստացած կոպեկի հետ էլ անեծքը հետը տանեն տուն։ Էլի բանը, պարգևավճարը, մեր բաները տարան, պարգևավճարը վճարեցին։ Եվ ինչի պետք է, սա շատ լավ տեսարան է, շատ լավ, բայց սա ուրիշների մասին չի, ժողովուրդ ջան, սա մեր մասին է, հերիք է այդ բանը, այդ սրբազանացման բանից պետք է դուրս գանք։ Մենք մեզ այդ սրբազանացնելու տրամաբանությունից, սա մեր դեմքն է, սա մեր պատկերն է։ Նույնն է մեզ հետ կլինի, եթե մի հատ սենց տեստ է մենք անցնենք, նույնն է մեզ հետ արնելու, խնդրում եմ հանկարծ եկեք բան չանենք, ինքներս մեզ չխաբենք, նույնն էլ մեզ հետ արնելու, նույնն էլ մեզնից առաջների հետ էր լնելու, ընենք չլնի էլի, նույնն էլ նրանցից առաջների հետ էր լնելու։